Ինչ ողջույն հարգելի բարեկամներ, բարի գալուստ update լրատվական, ես Ռաֆայել Ունացականյանն եմ եւ առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Թեպետ պատմության մեջ առաջին անգամ Հայաստան է այցելում Գերմանիայի նախագահը, բայց այնուամենայնիվ օրվա հիմնական ինտրիգը շարունակում է մնալ Գյումրու ընտրությունը, հայրաքաղաքի զարգացումը։ Այսպիսով կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրիի բոլոր 82 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այսպիսով 5 քաղաքական ուժ հաղթահարում է նախընտրական շեմը եւ հիմա արդեն ձևավորելու է ավականին, որն էլ ընտրելու է ապագա քաղաքապետին։ Այսպիսով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 17183 ձայն։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որի առաջին համարը Վարդան Ղուկասյանն է, 9727 ձայն։ Մեր քաղաք կուսակցությունների դաշինքը Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ 7380 ձայն է հավաքել, Իմ հզոր համայն կուսակցությունը Ռուբեն Մխիթարյանի գլխավորությամբ 3734 եւ վերջապես Մայր Հայաստան կուսակցությունների դաշինքը, որի առաջին համարը Կարեն Սիմոնյանն է, 2902 ձայն։ Անվավեր քվեաթերթիկների թիվը 624-ն է։ Ինչ, այսպիսով, անցողիկ շեմը, ինչպես ասացինք, հաղթահարել է 5 քաղաքական ուժ, որոնցից առնվազն 2-ը արդեն իսկ հայտարարել են, որ միանում են երկրորդ հորիզոնականում հայտնված Հայաստանի կոմունիստական կուսակցությանը, Վարդան Ղուկասյանին եւ իրենց ձայներով աջակցելու են նրան։ Պատրաստ եմ մեր ավագայինների կազմով քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։ Այս մասին հայտարարություն է տարածել Իմ հզոր համայնք կուսակցությունը, Գյումրի համայնքի ավականու ցուցակի քաղաքապետի տեխնացուն Ռուբեն Մխիթարյանը։ Պատրաստ եմ մեր ավագայինների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու, քվեարկելու գյումրեցիների կողմից քվեարկության ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր տեխնացու Վարդան Ղուկասյանի օգտին, քանի որ առաջադրվելուց ես ձեզ խոստացել էի, չհաղթահարելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր տեխնացուին։ Մայր Հայաստան դաշինքը եւս հայտարարություն է տարածել, որ միանում է Գյումրիում ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին, այսինքն կոմունիստական կուսակցությանը, դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը կոչ է արել մյուս ընդդիմադիրներին եւս անձնական ամբիցիաներից վեր կանգնել եւ միավորվել։ Նախընտրական շեմը չհաղթահարած Եվրոդաշինք կուսակցությունների դաշինքը չի բողոքարկելու Գյումրիում ընտրությունների արդյունքները, այս մասին էլ դաշինքի Գյումրիում համայնքի ղեկավարի տեխնացու Լևոն Բարսեղյանն է հայտարարել, նա նշել է, որ ավելի ուշ նաև ընտրությունների արդյունքների եւ ընթացքի վերաբերյալ գնահատականներ կհնչեցնի։ Եվ գյումրեցիները իրենց քվեով հաստատեցին, որ եկել է պատմական պահը, որ հենց Գյումրիում պետք է իշխանազրկել իշխող ուժին։ Այսպիսի գրառում է արել եւ հայտարարություն տարածել Գյումրու Մայր Հայաստան դաշինքի քաղաքապետի տեխնացու Կարեն Սիմոնյանը։ Անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի լռությանը, նա ասաց, որ իր կարծիքով կլինի հայտարարություն, դրանից հետո նոր կարձագանք են։ Հարցին արդյոք խոսել է Մարտուն Գրիգորյանի հետ, նա պատասխանեց, մեջբերում եմ իր խոսքը. Ես միջնորդավորված եմ խոսել, հստակ ինֆորմացիա չունեմ, սպասում ենք հայտարարության, մեջբերել է Սիմոնյանը։ Եվ կրկին գլխավոր ինտրիգի մասին, արդյոք ընդդիմադիր տեխնացուները կմեղտեղեն իրենց ուժերը եւ շանս չեն թողնի ԿՊ-ին Գյումրիում քաղաքապետ ունենալ թե ոչ, ամենադեպս այսօր բավականին վստահ տոներում ասուլիս էր հրավիրել ընդդիմադիր թևի ամենաշատ ձայներ հավաքած Գյումրիի նախկին քաղաքապետ պարոն Վարդան Ղուկասյանը։ Ես Ռուբենն ու Կարենը սպասում ենք Մարտուն Գրիգորյանի խոսքին, հայտարարում է Ղուկասյանը, փաստացի ակնարկելով, որ Գրիգորյանն է հանգուցալուծելու այս կծիկը։ Ես ճիշտ ասած այս պահին ձեզ չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև ես էլ պետք է իրոք համոզվեմ, որ Մարտուն Գրիգորյանը չի միանա ընդդիմությանը, նախ պետք է դրան համոզվեմ, դրանից հետո անպայման մենք մեր հայտարարությունը կանենք, թե ով է նպաստում ԿՊ-ին,
ում խոսքերը ինչ էր եւ դրանից հետո մենք մեր անպայման խոսքը կասենք։ Հիմա այս պահին ես չեմ կարող պատասխանել, խնդրում եմ այդ հարցը ինձ չտաք, թե դրանից հետո ինչ է լինելու, որովհետեւ ես չգիտեմ իրենց կարծիքը, բայց ինչ որ լսել եմ հեռուստատեսությամբ, ինչ որ ինքը ասել է, որ անպայման մենք միանալու ենք, ուրեմն ընդդիմության դաշտը միասին է լինելու եւ ԿՊ-ն չի անցնելու քաղաքում, այդ լսել եմ ես ու տեսել ենք, բոլորս էլ լավ գիտենք։ Հիմա սպասենք նայենք։ Եթե այսպես ասած ընդդիմության տեխնացու առաջադրվի, հա, գուցե Մարտուն Գրիգորյանը ինքը առաջադրվի, այս դեպքում ձեր, այսպես ասած, դուք ինչ եք անելու։ Չէ, գիտեք ինչ կա, ուրեմն եթե այսօր նախ իմ ձայները բոլորից բարձր ընդհանուր առմամբ աշխարհում ես չգիտեմ մի դեպք որ ասենք ովքեր որ շատ ձայն են ունեցել գնան միանան այն քիչ ձայներ ունեցողին հետո եւ Կարենը եւ Ռուբենը հասկացար միացել են ինձ, այսինքն երեքս միասին մենք միացել ենք, մենք սպասում ենք, ինքը 6 պատգամավոր ունի, հա, ճիշտ է, ավականի ունի, հիմա այնպես որ մենք սպասում ենք իրեն, այդպես մտածել, այդպես չի կարելի։ Հանուն Գյումրու, եթե նման իրավիճակ լինի, որ իշխանությունը ԿՊ-ին պատրաստ է գնալ զոհողությանը։ Ես հիմա այս պահին պատրաստ չեմ ձեզ պատասխանելու այդ հարցին, մինչև ես չհամոզվեմ, թե ինչ է կատարվում դիմացը, հիմա իմ խոսքերը այս պահին, եթե ես ընկնեմ առաջ ինչ որ մի բան ասեմ, ես չեմ կարող դա անել, որովհետև պետք է համոզվեմ, որ իրոք այդպես է։ Երբ եկավ այդպիսի իրավիճակ, ուրեմն դուք կտեսնեք ես ինչ կանեմ այդքան։ Դուք պատրաստ եք, հա, օրինակ կոալիցիոն, հա, եթե ընդդիմությունը այնուամենայնիվ միավորվի, փոխքաղաքապետերի, վարչության պետերի, պաշտոնները տակ մյուս ընդդիմադիր ուժերին, թե այնուամենայնիվ ասելու եք ընտրեք մեզ եւ մենք միանձնյա ղեկավարենք քաղաքը։ Ուրեմն փոխքաղաքապետի պաշտոնը ոչ, բայց մնացած որ պաշտոնը որ պետք է մենք պատրաստ ենք տալու, հետո գիտեք ինչ, ես իմ 13 տարիների աշխատացի ժամանակահատվածում, ուրեմն եթե նայում եք Մարտուն Գրիգորյանի բոլոր ունեցվածքի տակ գրված է Վարդան Ղուկասյան։ Ինչ որ իրանք սեփականություն հիմա ունեն եւ ոչ միայն իրենք, իր հոր եղբայրները, իր թաղի ժողովուրդը եւ մնացածը քաղաքում նվեր չեմ արել, մարդիկ ուզեցել են քաղաքում ներդրում անել, ուրեմն քաղաքում ով ուզեցել է ներդրում անել, ես չեմ նայել, թե սա իմ, ուրեմն ընդդիմություն է ինձ կամ ինչ որ չգիտեմ ինչ է, ես բոլորին ինչ որ կա այս քաղաքում իմ տվածն է եւ տակը գրված է շինթույլտվություն Վարդան Ղուկասյան, ավարտական ակտ Վարդան Ղուկասյան, այսինքն կարող է դաժե որևիցե մեկի հոր եղբայրը լիներ քաղաքապետ, ինձպես ավելի առատաձեռն ու օգնական ու սատարող չլիներ, ոնց որ ես եմ եղել բոլորի նկատմամբ, ոչ միայն ուրեմն Մարտունից նկատմամբ, իրանց թաղի մնացած ուրեմն ժողովրդի նկատմամբ եւ ամբողջ քաղաքի նկատմամբ, այնպես որ ես հերոստատեսությամբ հիշում եմ Շանտը հավանական է ես ելույթ եմ ունեցել այն ժամանակ 2001-3 թվականներին, որ քաղաքի ամենակենտրոնական տարածքները մենք պատրաստ ենք տալ ձեզ ընդտուպ նվիրատվության կարգով եկեք ներդրում արեք, որովհետև քաղաքը մեռնում է։ Այդ սկզբունքով մենք արել ենք եւ աշխատել ենք։ Պատրաստ եք որպես ավակ ընկեր, գործընկեր ընդառաջ գնալ Մարտուն Գրիգորյանն, օրինակ եթե նույն իրավիճակում դուք լինեիք, հա։ Միանշանակ ես ընդհանրապես ասեմ ձեզ, ասեցի ձեզ, ես ներողամիտ եմ։ Միանշանակ ես ներողամիտ եմ, հանուն ազգի ամեն ինչի պատրաստ եմ, սպասեք, հասկանանք, կտեսնեք, որ իմ ասած խոսքերը գործով կաբացուցվի։ Եվ շարունակելով քննարկումը Գյումրիում ընտրությունների ԿՊ-ական տեխնացուն Facebook-ում արված գրառմամբ շնորհակալություն է հայտնել իրեն ձայն տված գյումրեցիներին։ Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն եւ բոլոր գյումրեցիներին։ Շարունակելու են Գյումրու զարգացման եւ շենացման մեր բոլոր ծրագրերը, ասել է Սարիկ Մինասյանը իր գրառման մեջ։ Դե ընկերներ, չի փոշիացվելու արտահայտությունը շատ հարաբերական է ասված, եկեք լինենք անկեղծ եւ այս իրավիճակում մի քանի սցենար կարող է զարգանալ։ Առաջինը եւ գուցե ամենահավանականը, պարոն Մարտուն Գրիգորյանը կարող է աջակցել անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր գործիչներին եւ այդպիսով վերջ։ ԿՊ-ն այդ պարագայում որևէ շանս չի ունենալու։ Կարող է նաև չմիանալ ոչ մեկի իրեն հայտարարել այսպես կոչենք, հա, չեզոք միավոր, բայց այնուամենայնիվ վճռորոշ դեր կարող է խաղալ ավականու քվեարկության ժամանակ։
մինչ վերջին պահը նա կարող է պահպանել ինտրիգը։ Իհարկե երրորդ տարբերակը եւս կա, քիչ հավանական սցենար է, բայց կարող է օրինակ համագործակցել, ելի եմ ասում, շատ քիչ հավանական է, բայց կարող է համագործակցել ՔՊ-ի հետ եւ իր ձայներով երաշխավորել ՔՊ-ական քաղաքապետի ընտրությունը։ Չնայած արդարության համար ասենք, որ այն բազում հարցազրույցները, որին նա մասնակցել է, լսելով նրան, իր դիրքորոշումը, նման զարգացումը գրեթե զրոյական է։ Բայց, ինչպես ասում են դասական գործիչները, քաղաքականության մեջ երբեք միասեք, երբեք, ուստի այս պարագայում եւս։ Եվ որքան էլ զարմանալի է այս իրավիճակում, բայց չորրորդ տարբերակը եւս կա։ Քանի որ անգամ իր ասուլիսում բարոն Վարդան Ղուկասյանը հաստատեց, որ տարաձայնություններ ունի Մարտուն Գրիգորյանի հետ, կարող է արդյոք այնպես ստացվել, որ անձնական հարցերը վերաճեն նաև քաղաքականի, ու քանի որ գյումրեցիների մեծ մասը, ինչպես Ղուկասյանն է ասում, պանյատով են ապրում, այսինքն իր ճիշտը, անունը, հարգանքը, պատիվը, թասիբը վեր է ամեն ինչից, ստացվում է շախմատի լեզվով ասած ցունգցվանք։ Գրիգորյանը խիստ ընդդիմախոս է բավականին լուրջ ընդդիմախոս է ՔՊ-ին եւ միևնույն ժամանակ երկար տարիների անձնական կոնֆլիկտ ունի Ղուկասյանի հետ։ Ում աջակցել այս իրավիճակում։ Գյումրեցին, որ իր կարծիքը եւ մոտեցումը չփոխի, հա, այս կամ այն թևին աջակցելու պարագայում, իսկ գուցե Գրիգորյանը պահպանելով իր չեզոքությունը քվորում չապահովելով կամ տապալելով անգամ, հա, քվորումը հասնի նրան, որ արտահերտ ընտրություններ նշանակվեն Գյումրիում եւ արդեն այդ ժամանակ ավելի վճռական հաղթանակներ տանի այս կամ այն միավորի առաջադրման դեպքում։ Իդեպ դուք պատկերացնում եք, չէ, կրկին ցիտելով Ղուկասյանին, այսպես կոչացավ, պանյատի տեսանկյունից, ինչ հաղթանակած կարող է դուրս գալ պարոն Մարտուն Գրիգորյանը, ով չսատարելով ոչ մեկին, ոչ մյուսին, միևնույն ժամանակ հավատարիմ է մնում իր սկզբունքներին եւ հանգուցալուծում է այս բարդ կծիկը։ Ապրենք, կտեսնենք, փաստը մնում է փաստ, որ պետք է հաշվի նստենք գյումրեցիների կատարած ընտրության հետ։ Եվ հենց այս ընտրության հետ հաշվի նստելով Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ազատորեն ընտրություն կատարելու հնարավորությունը կա եւ նա այդ հնարավորությունը ունի։ Facebook-յան իր էջում վարչապետ Փաշինյանն է անդրադարձել զարգացումներին, մեջբերեմ իր խոսքը. Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է, շնորհավորում եմ քաղաքացու վստահությանը արժանացած ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին եւ տեխնացուներին, նաեւ վարչապետը հետգրություն է թողել, հետգրություն, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլորը հազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ ամփոփել է վարչապետը։ Իդեպ ընկերներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ հրապարակել է տեղեկություններ ըստ այդմ հավաքած ձայների բաշխմամբ, որ քաղաքական ուժը քանի մանդատ է ունենալու, քաղաքացիական պայմանագիրը 14 մանդատ է ունենալու ավականիում, կոմունիստական կուսակցությունը 8 մանդատ, մեր քաղաքը 6 մանդատ, իմ հզոր համայնքը 3 եւ համապատասխանաբար Մայր Հայաստանը 2 մանդատ։ Եթե Գյումրու տեխնատուներից որևէ մեկը չստանա 17 ձայն, նրանց միջև կանցկացվի քվեարկության երկրորդ փուլը։ Այս մասին է հայտարարությունը տարածվել։ Իդեպ նաև տեղեկացանք, որ երկար լռությունը պահպանելով ամեն դեպքում խախտեց լռությունը Մարտուն Գրիգորյանը շատ կարճ հաղորդագրությամբ, սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս, ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է։ Լրահոսը լարված էր ոչ միայն ընտրական վերնագրերով եւ պայքարով, այլև Հայաստանի հարավից եկող բավականին մտահոգիչ տեղեկություններով, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի խնածախ բնակավայրի ուղղությամբ, Պաշտպանության նախարարությունը հայտնում է մարտի 31-ին ժամը 0:50-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ բարեբախտաբար չկան։
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Գնանք առաջ միջպետական թեմաներին գանք։ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստան է ժամանում Գերմանիայի նախագահը։ Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին, զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի եւ Գերմանիայի պետական օրհներները։ Այնուհետև նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին։ Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերը լայն շրջանակում։ Կողմերը ընդգծել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոմիության շրջանակներում փոխգործակցության առավել արդյունավետ կազմակերպման կարևորությունը, հստակ ուշադրություն դարձնելով տնտեսական, կրթական, մշակութային եւ գիտական ոլորտներում հարաբերությունների խորացմանը։ Հանդիպման ընթացքում կարևորել են էներգետիկ բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը, նպատակ ունենալով ձևավորել նոր հեռանկարներ եւ ամրապնդել գործընկերային կապերը։ Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում, ուրախ եմ ձեզ նաև ողջունել Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում։ Ինձ համար, անձնապես եւ մեզ համար, Հայաստանի Հանրապետության համար մեծ պատիվ է ընդունել ձեզ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև մեծ պատիվ է ձեր պատվիրակության միասին ընդունել։ Պետք է արձանագրել, որ սա Գերմանիայի դաշնային նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստանի Հանրապետությունում եւ կարծում եմ սա պատմական կարելի է արձանագրել եւ վստահ եմ, որ ձեր այցելությունը նոր թափ կհաղորդի հայ-գերմանական Հայաստան-Գերմանիա հարաբերություններին։ Ողջունում եմ մեկ անգամ եւս ձեզ։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացում Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում շատ կառուցողական մոտեցում է դրսևորել, իսկ երկու երկրների միջև համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում։ Գերմանիայի նախագահը անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի դրույթների համաձայնեցմանը եւ այդ ուղղությամբ Երևանի իրականացրած քայլերին, հայտարարել է, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկումների ընթացքում ընդգծել է, որ տարիների ընթացքում աշխարհը շատ է տուժել հակամարտություններից, ինչը արդյունավետ կառավարելը ավելի ու ավելի դժվար է դառնում։ Գերմանիայի նախագահի խոսքով կարևոր է, որպեսզի Հայաստան ու Ադրբեջանը հակամարտության լուծման համար կատարեն վերջին քայլերը, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը։ Մեջբերեմ իր խոսքը. Բոլորս վկա ենք, որ Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում իրեն շատ կառուցողական է դրսևորել։ Խաղաղության համաձայնագրում այլևս բաց հարցեր չկան եւ այլևս ոչինչ չի խանգարում, որպեսզի այն ստորագրվի, վավերացվի եւ իրագործվի։ Հայաստանը որոշումներ է կայացրել, որոնք հանգեցրել են խաղաղության համաձայնագրի հնարավոր դառնալուն, իսկ այժմ Ադրբեջանում պետք է բոլոր հնարավոր թերահավատությունները վերացնել, ընդգծել է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։ Գերմանիայի նախագահի խոսքով Հարավային Կովկասում ապրող մարդիկ սպասում են, որ երկարամյա հակամարտությունը կդադարի, ինչը կհանգեցնի նաև տնտեսական զարգացման։ Ընթանանք առաջ եւ կրկին Գերմանիայի նախագահի մասին Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը այցելել նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Գերմանիայի նախագահը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Գերմանիայի նախագահին ուղեկցել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Գանք կառավարությունում հյուրընկալեցինք պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին եւ տիկին Էլկե Բուդենբենդերին։ Այս մասին տեսանյութ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում։ Այս բանի տեսնենք ինչ է կատարվում աշխարհում, միջազգային լրահոսի ժամն է, որը ներկայացնում ենք տեսաշարով։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրադրությունը եւ պայմանավորվել Կրեմլի վրա ճնշումը շարունակելու շուրջ։ Այս մասին հաղորդում է Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակը։ Ըստ հաղորդագրության ուկրաինական հարցի քննարկման ընթացքում վարչապետը նախագահին տեղեկացրել է կամեցողների կոալիցիայի Փարիզում կայացած հանդիպման արդյունավետ քննարկման մասին։ Ղեկավարները համաձայնել են Պուտինի վրա հավաքական շումը շարունակելու անհրաժեշտության մասին, ընդգծել է գրասենյակը։ Բացի այդ, կողմերը քննարկել են համապատասխան թիմերի միջև բանակցությունները Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի տնտեսական բարգավաճման համաձայնագրի շուրջ, պայմանավորվելով, որ դրանք նույն տեմպերով կշարունակվեն այս շաբաթ։ Իրանի զինված ուժերը նախապատրաստել են հրթիռներ, որոնք կարող են հարվածել ԱՄՆ-ի հետ կապված դիրքերի, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը միջուկային նոր համաձայնագիր չկնքելու դեպքում։ Մեկնարկի պատրաստ հրթիռները գտնվում են երկրի ամբողջ տարածքով մեկ տեղակայված ստորգետնյա օբյեկտներում եւ նախատեսված են ավիահարվածներին դիմակայելու համար։ Մարտի 31-ին Դոնալդ Թրամփը Իրանին սպառնացել է ռմբակոծությամբ եւ երկրորդային մաքսատուրքերով, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ համաձայնագիր չկնքի իր միջուկային ծրագրի շուրջ։ Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ չի վարի առավելագույն ճնշման քաղաքականության եւ ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները այսօր մեկնարկել են լայնածավալ ռազմաօդային զորավարժություններ, որոնք կտևեն մինչև ապրիլի 11-ը։ Այս մասին հաղորդել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։ Վարժանքներին գործի է դրվել ՆԱՏՕ-ի 15 երկրների 90 ռազմական ինքնաթիռ։ Թռիչքներ իրականացնելու համար կգործարկվեն Եվրոպայում ՆԱՏՕ-ի 12 ավիաբազաները։ Գործողությունների կառավարումը կիրականացվի Նիդերլանդների ավիաբազայից։ Ինչպես հաղորդել է Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, այս բազմապլանային զորավարժությունները ուղղված են համակցված մարտական գործողություններ վարելու կարողությունների նախապատրաստմանը եւ ցուցադրմանը։ Լոնդոնում մեկնարկել է անօրինական միգրացիայի թեմայով երկօրյա գագաթնաժողով, որին մասնակցում են 40 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում ԱՄՆ-ից, Չինաստանից, Ֆրանսիայից, Վիետնամից, Ալբանիայից եւ Իրաքից։ Միջազգային այս հանդիպումը իր տեսակի մեջ առաջինն է։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հույս ունի, որ բանակցությունների ընթացքում հետագա աշխատանքի համար գաղափարներ կառաջադրվեն։ Երբեք չի եղել այս թեմայի շուրջ մարդկանց ավելի մեծ հանդիպում ուղղված իրական միջազգային ջանքերի կառուցմանը, հաղթելու կազմակերպված միգրացիայի հանցագործությունը։ Գագաթնաժողովի բացմանն ասել է Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Գագաթնաժողովից առաջ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 33 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրի մարդկանց թրաֆիքինգի ցանցերը խաթարելու եւ դատական հետապնդումները խթանելու համար։ 2024 թվականին աշխարհում առնվազն 8938 ներգաղթյալ է զոհվել, փորձելով հասնել այլ երկրներ։ Ինչպես նշում է միգրացիայի միջազգային կազմակերպությունը իր զեկույցում, սա մեկ տարվա ընթացքում մահացության ամենաբարձր ցուցանիշն է 2024 թվականը դարձնելով ամենամահաբեր տարին ներգաղթյալների համար։ Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ղրղստանի նախագահները պատմական պայմանավորվածություններ են կնքել։ Այսպիսով առաջնորդները փաստաթուղթ են ստորագրել 3 երկրների պետական սահմանների միացման կետի վերաբերյալ։ Համաձայնագիրը կարգավորում է 3 երկրների սահմանների շփման կետը։ Նախագահները ստորագրել են նաեւ Խուջանդիի հավերժական բարեկամության հռչակագիրը։ 3 նախագահները բացել են նաեւ բարեկամության համալիր երկրների սահմանին։ Շինությունը կանգնեցվել է որպես Տաջիկստանի, Ղրղստանի եւ Ուզբեկստանի ժողովուրդների բարեկամության հուշարձան։ Համալիրը համատեղ կառուցվել է 3 երկրների սահմանին՝ Սուղդի, Բատկենի եւ Ֆերգանա շրջանների Չեզոկ գոտում։ Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարան երկրի նոր կառավարություն է ձևավորել, հայտարարելով նախարարների անունները։ Սիրիայի կառավարության ձևավորման վերաբերյալ հայտարարությունից հետո մի շարք երկրներ ողջունել են նոր կառավարության ձևավորումը, պատրաստակամություն հայտնելով աջակցել Սիրիային համապարփակ, կայուն եւ բարգավաճ ապագա կերտելու գործում։
Մարտի 29-ի երեկոյան Դամասկոսի ժողովրդական պալատում նոր կառավարության կազմը հայտարարելու արարողության ժամանակ Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարան իր ելույթում նշել է, որ Սիրիայի նոր կառավարության ձևավորումը նոր պետություն կառուցելու ընդհանուր կամքի հռչակումն է։ Աշ-Շարան ընդգծել է, որ նոր կառավարության առաջնահերթությունը կոռուպցիայի դեմ պայքարն է։ Նա հավելել է, որ կառավարությունը կձգտի վերակառուցել պետական ինստիտուտները, հիմնված հաշվետվողականության եւ թափանցիկության վրա, ինչպես նաեւ կձգտի նոր հորիզոններ բացել կրթության եւ առողջապահության ոլորտում։ Սիրիայի նախագահը շեշտել է կառավարության առաջնահերթությունը ազգային բանակ ստեղծելու ուղղությամբ Սիրիայի անվտանգությունը պահպանելու համար։ Սիրիայի նոր կառավարության կազմում ընդգրկվել է 23 նախարար, թեև կառավարությունում ընդգրկվել են Սիրիայի տարբեր էթնիկ եւ աղանդավորական համայնքների ներկայացուցիչներ, այնուամենայնիվ առանցքային պորտֆելները բաժին է հասել Աշ-Շարային մոտ կանգնած եւ Հայաթ Թահրիր Աշ-Շամ խմբավորման հետ կապված անձանց։ Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2000-ը, վիրավորներինը 4000-ը։ Ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած։ Ավերիչ երկրաշարժից հետո Մյանմարի իշխանությունները հայտարարել են մեկ շաբաթյա համազգային սուկ։ 7.7 մագնիտուդով երկրաշարժը վերջին 100-ամյակի ընթացքում Մյանմարի ամենաուժեղ երկրաշարժերից մեկն է եղել։ Դեռևս շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, իսկ զոհերի եւ տուժածների թիվը ըստ տեղական իշխանությունների դեռևս աճելու միտում ունի։ Մյանմարի հարևան Հնդկաստանը, Չինաստանը եւ Թայլանդը, ինչպես նաեւ Մալազիան, Սինգապուրը եւ Ռուսաստանը օգնություն եւ անձնակազմ են ուղարկել։ Միացյալ Նահանգները $2 միլիոն օգնություն է խոստացել Մյանմարում գործող մարդասիրական օգնության կազմակերպությունների միջոցով։ Մարտի 28-ին Մյանմարում տեղի է ունեցել 2 հզոր երկրաշարժ, համապատասխանաբար 7.7 եւ 6.4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են նաեւ հարևան Թայլանդում, ինչպես նաեւ Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում եւ Հնդկաստանում։ Ըստ սեյսմիկ ռիսկի համաշխարհային քարտեզի Մյանման դասվում է կարմիր գոտու մեջ եւ հանդիսանում միջինից բարձր սեյսմիկ ակտիվության տարածաշրջան։ Իսրայելի հարվածները Գազայի հատվածում մարտի 30-ին 64 մարդու կյանք են խլել։ Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն ռմբակոծվել են մասնավորապես Ջաբալիա, Դեյր Էլ-Բալահ, Գազա, Խան Յունիս քաղաքները եւ դրանց հարակից բնակավայրերը։ Գազայի առողջապահության նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս տվյալները։ Պաղեստինյան Համաս շարժումը հայտնում է, որ զոհվածների թվում կան երեխաներ։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում, զանգվածային հարձակումներ կատարելով անկլավի վրա եւ դրանով իսկ ընդհատելով հունվարին հաստատված հրադադարը։ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան իր վրթովմունքն է հայտնել Գազայի հատվածում իրենց պարտականությունները կատարելիս պաղեստինյան Կարմիր մահիկի 9 բուժաշխատողների, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության 5 եւ ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության եւ աշխատանքի գործակալության 1 աշխատակցի զոհվելու կապակցությամբ։ Պաղեստինյան Կարմիր մահիկ ընկերությունը մարտի 30-ին հայտարարել էր 15 աշխատակիցների դիերի հայտնաբերման եւ նույնականացման մասին։ Նրանք մեկ շաբաթ առաջ սպանվել էին Գազայի հատվածի Ռաֆահի շրջանում շտապօգնության մեքենաների վրա իսրայելական բանակի հարձակման հետևանքով։ Իր հերթին Համասը հայտնել է, որ անհետացած բուժաշխատողներին գտել են ձեռնաշղթաներով եւ թաղված մեկ փոսում, նշելով, որ դա շտապօգնության անձնակազմի ամենամեծ զանգվածային թիրախավորումը եւ դիտավորյալ սպանությունն է։ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը ՄԱԿ-ին կոչ է արել հետաքննել պաղեստինյան Կարմիր մահիկի եւ քաղաքացիական պաշտպանության աշխատակիցների սպանությունը, որը ըստ նրա իրականացրել են իսրայելական ուժերը։ Եվ վերջում եղանակի մասին։ Երևան քաղաքում ապրիլի 1-ին, ապրիլի 4-ին սպասվում է առանձնեղումների եղանակ, իսկ հանրապետության տարածքում ապրիլի 2-ից 5 օրվա ընթացքում առանձին շրջաներում սպասվում է կարճատև անձրև, ապրիլի 3-ին նաև ամպրոպ, ապրիլի 1-ին սպասվում է առանձնեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը նվազելու է 4-ից 5 աստիճանով։ Ինչ հարգելի բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար, այսօրվա համար այսքանը, առավել թարմ լրահոսով կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Լավ երեկ։